Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես մի կարևոր թեմայի մասին եմ այսօր ուզում խոսել, մասնավորապես 3 տեղի ունեցած, այցելել եմ Արթիկ քրեակատարողական հիմնարկ, իմ պաշտպանյալին տեսակցելու և այն ինչ տեղի ունեցել Արթիկ քրեակատարողական հիմնարկում, ինձ տալիս է հնարավորություն եզրակացություն անելու, որ պատասխանատու պաշտոնատար անձինք ուղղակի աթոռ են զբաղեցնում։ Մասնավորապես, հաշվառման բաժնում վարչարարությունը իրականացվում է շատ ցածր մակարդակի, մեղմ ասած, որովհետև պարզվում է, որ փաստաթղթած շրջանառության ընթացքում կարող են այնպիսի թերություններ լինել պետական մարմինների փոխհարաբերությունների ընթացքում, որ դրա պատասխանատվությունը անուղղակիորեն կրի կալանավորը կամ նրա պաշտպանը։ Ինձ հայտնեցին, որ իրենց մոտ չկա գործով ներգրավման մասին որևէ տեղեկատվություն։ Ես իհարկե հայտնեցի, որ նախկինում այլ քրեակատարողական հիմնարկներում տեսակցություն եմ ունեցել իմ պաշտպանյալի հետ և որևէ պատասխանատվություն փաստաթղթաշրջանառության համար պաշտպանը բնականաբար չի կարող կրել։ Իհարկե հասկանալի է, որ տեխնիկական վրիպակներ կարող են լինել բոլոր տեղերում, բոլոր գերատեսչություններում, բայց մակարդակը ու լավարկված ցուցադրվող մակարդակը հենց քրեակատարողական հիմնարկների կամ արդարադատության ոլորտի իրականությանը չի համապատասխանում։ Դրանից հետո գալիս է երկրորդ խնդիրը։ Հատուկ գոտի մուտք գործելուց առաջ փաստաբանին զննում են լրիվ օրենքով նախատեսված գործողություն է և աշխատակիցները չգիտեն տարրական զննման կանոնները։ Պաշտպանից պահանջում են հանել կոշիկները, որպեսզի իրենք զննություն իրականացնեն։ Պաշտպանին մոտեցնում են զննման սարքը ու մարմնի ամբողջ հատվածով անցկացնում են այդ զննման սարքը։ Դուք քրեակատարողական ծառայության պետ Թադևոսյան, տիկին Թադևոսյան, այդ որ տիկին Սրբուհի Գալյանին տանում եք ու այդպես լավարկված վիճակ եք ցույց տալիս քրեակատարողական հիմնարկներում, ձեր աշխատակիցներին զննման կարգը սովորեցրեք։ Ես ոչ մի սովորական աշխատողի դեմ ոչինչ չունեմ, դա ձեր պատասխանատվությունն է, օր առաջ կատարելու պարտականությունն է։ Դուք ինչով եք ընդհանրապես զբաղված, թեկուզ դուք տիկին Սրբուհի Գալյան գնում եք այնտեղ, ես վստահ եմ, որ ձեզ այնտեղ վարդերի ճանապարհով են անցկացրել։ Դուք տեսել եք այնտեղ փաստաբանը ինչ երկաթյա ինչ աստիճանների վրայով է բարձրանում 68 թվականի 1968 թվականից մնացած։ Դուք ինչ լավարկման մասին եք խոսում։ Ինչ դրական փոփոխությունների մասին եք խոսում։ Հələ ես ձեզ չեմ վերագրում, այս ամեն անարդարությունը, որը կատարվում է փաստաբանության դեմ, պետության իրավական ռեժիմի դեմ և ամենօրյա ռեժիմով փաստաբաններ են ձերբակալվում և կալանավորվում, դրա պատասխանատուն դուք չեք, դրա պատասխանատուն ձեր քաղաքական հայրն է և ձեր իշխանությունը և այն դատարանները, որոնք ենթարկվում են։ Ես այդ հարցի հետ կապված անձնապես ձեր հետ որևէ խնդիր չունեմ։ Ես խնդիր ունեմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես փաստաբան, որ հարգվի իմ կոչումը ու դուք աչք կապոցի չանեք, եթե չեք անում, ցույց մի տվեք, որ լավ եք արել, լավ բաներ եք անում, այսպես լավացնում եք պայմանները, կալանավորների պայմանները լավացնում եք այն աստիճանի, որ փաստաբաններին զննելուց պաշտպանության իրավունքի իրացման շրջանակում ասում եք կոշիկները պիտի ձեր հանեք, այն ինչը հանենք, սա ինչ վերաբերմունք է, ինչի չեք այդ մարդկանց թրեյնինգներ անում, վերապատրաստում, բացատրում, ով է փաստաբանը, իրենք հեչ պարտավոր չեն իրենց
միջնակարգ կամ 8-ամյա կամ ավելի քիչ կրթությամբ, կամ թեկուզ բարձրագույն կրթությամբ իմանալու ով է փաստաբանը, դա ձեր պարտականությունն է, ձերն է, դուք եք մեր հարկերից սնվում եւ պարտավոր եք ձեր ստորաբաժանումներում ապահովել գրագիտություն եւ օրենքի շրջանակում գործունեություն։ Ու պլյուս դրա այդ զննված սարքը փաստաբանի վրայով անցկացնելը։ Ինչքան կարամ, իսկ քանի տարի կարամ նույն բանը ասեմ։ Ով եք դուք առհասարակ պետական ցանկացած ապարատի աշխատող, որ փաստաբանի զննելու ժամանակ այդ սարքը դիպչում է իր մարմնին։ Ով եք դուք, ինչ իրավունքով եք դիպչում փաստաբանի մարմնին։ Սա ինչ վարքագիծ է, սա ինչ անգրագիտություն է, ինչքան կարելի է անընդհատ փաստաբանները պայքարեն զննման կարգի դեմ, ու ինչա պատասխանը լինում տվյալ աշխատակցից, այնքան փաստաբաններ կան, որոնք 10 հատ հեռախոսով մտնում են, 10 հատ հեռախոսով մտնող փաստաբանի համար զեկուցագիր կազմեք եւ կարգը խախտելու համար քրեական հետապնդման նախադրյալներ ստեղծեք, մասնագետ եք դուք դրա։ Ու նաև դիմեք փաստաբանների պալատ կարգապահական վարույթ հարուցելու խնդրով։ Սա ինչ բան է։ Ով է ասել, որ ես պիտի այսքան ճանապարհ անցնեմ մասնագիտական ու ձեր բանը, հա, կարգավիճակը տենց հատուկ պիտի լինի, դուք քրեակատարողական հիմնարկի ճանապարհը պիտի վարդերով անցնեք, ես էլ պիտի բան անեմ, հա, այդ երկաթե աստիճանների վրա այծիկի պես բարձրանանք եւ իջնենք։ Իդեպ տիկին Սրբուհի Գալյան, իմ բարձրակրում կոշիկները ձեր կոշիկներից վատը չեն։ Եթե դուք այն խնայում եք, ես էլ հետ այնտեղ թրվռալու որևէ պարտականություն չունեմ։ Եվ հետևաբար, եթե դուք ստանձնել եք այս պատասխանատվությունը եւ կառավարման, հա, ունակություններ եք իբր ցուցադրում, պատշաճ կառավարեք։ Անկեղծ ասած շատ էի ուրախացել, այսպես, հա, որ լարվածությունից հետո այսքան անձեռնահասությունից, անկազմակերպվածությունից, կոռուպցիոն իրավիճակներից հետո կանայք են ղեկավարում որոշակի ոլորտներ։ Ես մտածում եմ, որ մի քիչ սրտացավությունը, փորձառությունը, հա, եւ նաեւ ավելի իրավիճակը լայնախոհ տեսնելու եւ նաեւ իրավաբան լինելու հանգամանքները համակցության մեջ դրական արդյունք են տալու։ Քավլիցի ձեր աշխատանքի արդյունավետությունը 0 է։ Կոնկրետ քրեակատարողական ծառայության պետի աշխատանքի արդյունավետությունը 0 է։ Երևան քաղաքի քրեական դատարանում քննվող քրեական գործով նախնական կալանքի տակ գտնվող կալանավորին տարել հասցրել են արդիկ քրեակատարողական հիմնարկ Արմավիր քրեակատարողական հիմնարկից, առանց որևէ պատճառաբանության, քրեակատարողական ծառայության հանձնարարություն, ինչի համար եք տարել, հոկտեմբերի 13-ից ես դիմում եմ Ռեքֆեստ համակարգով գրել ձեզ, առ այսօր ինձ ոչ մեկ չի պատասխանում, զանգում եմ ծառայություն, ասում են ընդհանուր բաժնի համարը կտանք, ընդհանուր բաժնի համարը տալիս են, ասում են, ինչ որ բաժնի պետը ձեզ պիտի պատասխանի Տիկին Հայրեյան, ընդեղ հեռախոսը լրիվ ուրեմն անհասանելի, հա, անընդհատ զբաղված վիճակում է, այն բանի, հա, հեռախոսային օպերատորի վատ կապի որակով։ Սա ինչ աչք կապոցի է, ինչ եք ուզում դուք այս պետությունից, ես կարող եմ իմանալ, ինչ արեք ձեզ այս պետությունը, նշանակել են ձեզ այդ պատասխանատու կառույցներում, կամ աշխատեք, կամ թողեք գնացեք, եթե դուք չգիտեք ոնց անեք, ասեք դրա մասին, հայտնեք, որ դուք ձեռնահաս չեք, սա ինչ վարքագիծ է, ինչ եք ուզում այս խեղճ պետությունից, հերիք եղավարդել, ոչ կալանավորների իրավունքներ են պաշտպանված, ոչ մարդու իրավունքներ են պաշտպանված, ոչ փաստաբանների իրավունքներ են պաշտպանված, ոչ մեկի, ոչինչ այս պետության մեջ ամեն ինչ աչք կապոցի։ Գնում եք ձեզ համար նկարահանվում եք, իբր դրական բաներ եք անում։ Ինչ դրական բանա տեղի ունեցել, պատեք ներկել։
Ձեր աշխատակիցը նույնիսկ չգիտի, որ սովորական փաստաթղթաշրջանառության համար կալանավորն ու իր պաշտպանը պատասխանատու չեն։ Ճիշտ է, նախկինից են եկել։ Ու նախկինների վրա չգցեք, նախկինները որ մի բան լինեին, դուք այսօր ստեղ ինչ էիք անելու։ Ամբողջ իհարկե նախկինները մեղավոր են։ Նախկինների այս հրեշավոր սխալները, որ կառավարման մեջ չլինեն, այսօր մենք ձեր ոչ անունը կիմանայինք, ոչ ազգանունը, հերիք եղավ արդեն։ Ոչ մասնագետի եք հարգում, ոչ մարդուն եք հարգում, ինչքան կարելի է ասենց անհարգալից վերաբերմունքով, անկոմպետենտ գործողություններով մարդկանց իրավունքները խախտել, պետության իրավական ռեյտինգը իջացնել։ Ուրեմն ես խնդրում եմ, նախ, Արդարադատության տիկին Սրբուհի Գալա, Արդարադատության նախարար, միջոցներ ձեռնարկել, որ քրեակատարողական ծառայությունում աշխատակիցները տեղեկացված լինեն իրենց մասնագիտական և աշխատանքային գործառույթներից։ Երկրորդ, փաստաբանի հետ շփումների թեմայով վերապատրաստումներ եք անցկացնում, թե իրազեկումներ եք իրականացնում, փաստաբանի կարգավիճակը հարգող անձը, մասնագիտությունը բարեխղճության կանխավարկած է և միջազգային բոլոր չափանիշներով նախատեսված նախադրյալները փաստաբանների համար ստեղծված լինելու հանգամանքը ապահովված լինելու պահանջ են ներկայացնում։ Ինչպես նաև քրեակատարողական ծառայության պետին հորդորեք, որ իր աշխատանքային պարտականությունները և իր ենթակաների հետ կապված աշխատանքային պարտականությունները կատարի։ Հակառակ դեպքում ձեր արածի արդյունավետությունը կլոր զրո է։ Շնորհակալություն ուշադրության համար։